Ղարաբաղ կոմիտեն արդեն տրոհված է։ Վազգեն Մանուկյանը ոչ միայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, այլև հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ 1991 թվականի հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեց նախագահի ընտրություն։ Դրանից ընդամենը 25 օր առաջ հայաստանցիները հանրաքվեով այո էին ասել անկախությանը։ Ընտրությանը մասնակցեց 6, թեև առաջադրվել էր 7 թեկնածու, որոնց թվում Գերագույն խորհրդի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն ու վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Ակնհայտ էր, Ղարաբաղ կոմիտեն արդեն տրոհված է, քանի որ Տեր-Պետրոսյանից ու Մանուկյանից բացի առաջադրվել էր նաև նույն կոմիտեի անդամ ակադեմիկոս Ռաֆայել Ղազարյանը։ Դաշնակցությունն առաջադրել էր դերասան Սոս Սարգսյանին, ազգային ինքնորոշում միավորումը Պարույր Հայրիկյանին։ Առաջադրվել էին նաև Հանրապետական կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանն ու անկուսակցական Զորի Բալայանը։ Հայոց համազգային շարժում կուսակցությունը պաշտպանում էր Լևոն Տեր-Պետրոսյանի թեկնածությունը։ Ուստի Մանուկյանը զրկված լինելով քաղաքական հենարանից դուրս եկավ ընտրապայքարից, հետագայում այլ քաղաքական ուժ հիմնելու մտադրությամբ։ Վազգեն Մանուկյանը ոչ միայն ինքնաբացարկի դիմում ներկայացրեց, այլև հրաժարվեց վարչապետի պաշտոնից։ Լևոն Տեր-Պետրոսյանն ընտրություններում հաղթեց ահռելի առավելությամբ, ստանալով ընտրողների ձայների 83%-ը։ Ուշագրավ էր, որ նա նույնիսկ ընտրարշավ չանցկացրեց, նախընտրական ծրագիր էլ չներկայացրեց։ Եթե այլ թեկնածուներին գնահատելու եք իրենց խոստումներով, ապա ինձ արդեն 1 տարուց ավելի արված աշխատանքով, դիմում էր ժողովրդին Տեր-Պետրոսյանը, որ 1990-ի օգոստոսի 4-ից լինելով Գերագույն խորհրդի նախագահ, տվյալ պահին գործող կարգավորումներով փաստացի պետության ղեկավարն էր։ Մյուս թեկնածուները խոստումներ էին տալիս։ Պարույր Հայրիկյանը խոստանում էր արմատական լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում եւ մերժել ցանկացած կախվածություն։ Սոս Սարգսյանը ընտրվելու դեպքում վերացնելու էր նախագահի պաշտոնը, նախաձեռնելով անցում կառավարման խորհրդարանական համակարգի։ Զորի Բալայանը, Ռաֆայել Ղազարյանը եւ Աշոտ Նավասարդյանը պահանջում էին իրագործել Հայաստանի Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ազգային խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին։ Ինչևէ հաղթեց խոստումներ չտված Տեր-Պետրոսյանը, իսկ Հայրիկյանը ընտրություններում ստացած քվեների թվով երկրորդն էր։ Նրա օգտին քվեարկել էր 7%-ը։ Հայրիկյանը չէր ընդունում արդյունքը, քանի որ իր բառերով ինքն էր տասնամյակներ շարունակ պայքարել Հայաստանի անկախության համար, հանուն այդ գաղափարի ավելի քան 17 տարի անցկացրել աքսորում ու տարբեր ռեժիմի գաղութներում։ Դաշնակցության թեկնածու Սոս Սարգսյանը ստացել էր ձայների 4.3%-ը։ Մյուս 3 թեկնածուները Զորի Բալայանը, Ռաֆայել Ղազարյանը, Աշոտ Նավասարդյանը չնչին քվեներ էին ստացել։ 1991 թվականից ի վեր Հայաստանում համաժողովրդական քվեարկությամբ անցկացվել է նախագահի 6 ընտրություն։ 1991-ի ընտրությունը ոչ միայն առաջինն էր, այլև միակը, որի լեգիտիմությունը կասկած չի հարուցում։